կարծում, եթե մեզ Իշխան Զաքարյանը ներկայացրել է մի ցուցակ, խախտումների մի պատկեր, ապա դա իրականության որ մասն է կազմում, եւ արդյոք դրա հնգապատիկը կամ տասնապատիկ այսօր Սերժ Սարգսյանի սեղանին չկա, եւ արդյոք սա եւ մեր, եւ ձեր, եւ հասարակության համար նորություն է։ Վստահ եմ բոլորի պատասխանը միանշանակ է, ոչ։ Ավելի շատ ցուցակ, ավելի մեծ ցուցակ, ավելի մեծ խախտումներով, ավելի մեծ ձկների խախտումներով բնականաբար կան։ Եվ արդյոք պետք էր այսպես մասսայականացնել, էմոցիաներ զարգացնել այս գործի դեմը առնելու, այս հանցագործությունների դեմը առնելու համար ամենևին 3 րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս մարդուն, այս կոռուպցիոներին, այս գործի համար, այս հոդվածով գործեր բացել։ Ոչ, այդպես պետք չի եւ արդյունավետության ավելի ուրիշ մեխանիզմ է գործում եւ Սերժ Սարգսյանը օգտագործում է հենց այդ մեխանիզմը, ոչ թե արդարադատություն կիրառելու մեխանիզմը, ինչպես ձեզնից ոմանց դա թվում է։ Նախ արձանագրենք, որ այս խախտումները ինչ որ այստեղ նշվել է, դրանք համընդհանուր են։ Համընդհանուր են, որովհետև այդ երևույթները բոլոր բնակավարներում են, այսպես հատնտիր չեն, պատահական երևույթներ չեն։ Ատկատը, հավելագրումները, մնացած բոլոր տեսակները ընդհանուր են։ Երկրորդ, համակարգային են, որովհետև բոլոր համակարգներում են, բոլոր համակարգերում են, բոլոր ոլորտներում են եւ նույնական են։ Եվ երրորդ, համակարգված են։ Հանկարծ չմտածեք, թե ինչ որ մեկի գլխով, ինչ որ մեկի մտքով անցել է մաքսայինին խաբել, հարկայինին խաբել, այսքան ատկատ անել, այսքան փող մուծել, այսքան գներ, ամենևին համակարգված է վերևից ներքև, կազմակերպված։ Եվ կոռուպցիայի համակարգը, եւ մենաշնորհների համակարգը, այս բոլորը վերահսկվող երևույթներ են Հայաստանում։ Ինչու համար են վերահսկվող։ Վերահսկվող են, որովհետև դրա միջոցով ստեղծված է եւ այսօր ձեզ ներկայացվել է, մեզ ներկայացվել է Հայաստանի տնտեսական հանցագործությունների քարտեզը, մի մասը։ Այդ քարտեզը թույլ է տալիս դոսիեներ հավաքել ցանկացածի շուրջ, այստեղ նստածներից շատերի շուրջ, ես ասել եմ միլիոնատերերի եւ բիզնեսով զբաղողների մասին, եւ նաեւ թույլ տալ այդ ատկատի մեխանիզմով, ստվերում աշխատելու մեխանիզմով, խախտումներ անելու, հարստանալու միջոցով ղեկավարվել, դառնալ վերահսկելի։ Այս ամբողջը պաշտպանվում է եւ կազմակերպվում է վերահսկելի դաշտ ունենալու համար։ Ավելին ասեմ, գաղտնիք չէ, պատգամավորներ կան, պատգամավորներ են ընտրվել հենց այս դաշտում, այս ձևով վերահսկելիության համար, որպեսզի նրանք մշտապես քվեարկեն այնպես, ինչպես պետք է։ Որովհետև այն դոսիեն, որ Սերժ Սարգսյանի ձեռքին կա, շատ հստակ է։ Նա ցանկացած պահի կարող է հայտնել դատախազի սեղանին, կարող է ցանկացած պահի գործ դառնալ։ Սա պահպանում է խելոքությունը, քաղաքական խոհեմությունը եւ համակարգը պաշտպանվում է վերահսկելիության սահմաններում։ Ինչու է այսպես։ Ստեղծված է մի մեխանիզմ, որից խուսափել հնարավոր չէ, այլ կերպ հնարավոր չէ։ Ես վստահ եմ, յուրաքանչյուրը ունե գոնե մի մարդ, որը բիզնեսի աշխարհում է, որը խանութ ունի, որը ծառայություն է մատուցում, եւ 100% ձուկի հետ համաձայն կնեք, հնարավոր չէ մաքուր թղթով աշխատել, հնարավոր չէ արդար աշխատել, որովհետև այդ դեպքում դու ուղղակի չես կարող աշխատել։ Ցանկացած կրպակավար խախտումներ անում հետևյալ մի քանի ձևերով։ Քանակի մեջ ստանում է, ասենք, 5 հատ ապրանք, 3-ը տանը պահում է, 2-ը ցուցադրում է։ Ստանում է մարգարին, ցույց է տալիս կարագ, ստանում է բանան, ցույց է տալիս նարինջ եւ այլն, օրինակներս պատահական են։ Եվ դրա հիման վրա նրա վերահսկիչ մարմինը, հարկայինը, բոլոր ստուգողները գիտեն սրա մասին։ Եվ հարկայինը գալիս է հենց դրա հաշվին է իր բաժինը տանում վերև հասցնում։ Ցանկացած անգամ թոշակ բաժանող շարքային ամենաաղքատ մարդը 100 դրամ կամ 200 դրամ թոշակ ստացողից վերցնում է, տալիս են իհարկե, բայց ինքը դրա մի մասը նաև տված կամ ուզած բարձրացնում է վերև, այս համակարգը խելոք աշխատում է։ Այս համակարգը թույլ չի տալիս որևէ մարդու
ազատ աշխատել, օրենքով աշխատել։ Եվ սա ստեղծում են համակարգը, որ դու ղեկավարվում ես, որ դու խելոք ես, որ դու չես կարող ոչինչ անել, եթե քեզ չեն թելադրում։ Այս համակարգը անգամ օլիգարխին դարձնում է սուսիկ, փուսիկ, խելոք, որտեղ օլիգարխի մասին բոլորը գիտեն, որտեղ են նրա խախտումները, որ քանակի մեջ, որ տեսակի մեջ, որ գործարքի մեջ, որ օրենքի խախտման մեջ, եւ օլիգարխները հարցրեք էլի ձեր ծանոթների կունենաք, հարցրեք իրենց ձեռք է տալիս օրենքի դաշտում աշխատել, քիչ շահույթ ստանալ, թեկուզ կիսով չափ, թե միշտ ռիսկի մեջ լինել, շահույթ շատ ստանալ, վերևներին տալ եւ միշտ վաղը մյուս օրը բանտում հայտնվելու ռիսկի տակ ապրել։ Աշխարհում չկա որևէ բիզնեսմեն, որը ուզենա վաղը նստելու ռիսկի տակ ապրել։ Բոլորին շատ ավելի ձեռնտու է մի քանի անգամ քիչ վաստակել, արդար վաստակել, բայց օրենքով պաշտպանված լինել։ Մեր մոտ համակարգը օրենքով պաշտպանված չի, վերևից ներքև, ներքևից վերև։ Եվ այս համակարգը ստեղծում է, կրկնում եմ, միայն դրա համար։ Եվ այս սրա արդյունքում է, որ մեր մոտ ներդրումները դրսից նայում են, հո բաց է վերջին հաշվով։ Եվ մենք ենք քիչ ու փոքր, շատ պարզ է, տեսնում ենք ամեն մեկը ինչով եկում։ Եվ դրսից մեր թվեր ասեմ, մեր եկամուտները արտաքին ներդրումներ 35%-ով պաշտոնական թվեր եմ ասում, պակասել են, ինչու՞։ Որովհետև տեսնում են ինչ է կատարում մտած կոպեկի հետ։ Այդ իսպանացիները կներեք, ամբողջ աշխարհում բարձր վարկ ունեցող շինարարներ էին, ճանապարհաշինարներ։ Հանկարծ եկան այստեղ փչացան, եկան ընկան մի համակարգ, որ այլ կերպ աշխատելու տարբերակ չունեին։ Համակարգը ստիպում է իր պայմանները, համակարգը բերում է իր պայմանները, եւ եթե դու չես տեղավորվում այդ համակարգի մեջ, ապա մտնելու իրավունք չունես։ Պատահական է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի 30% 10 ընտանիքի ձեռքին է։ Այդ ո՞նց եղավ այս կենտրոնացումը։ Չէ որ կենտրոնացումը չի թողում ազատ շուկա, չէ որ կենտրոնացումը լիբերալ տնտեսություն չի թողում զարգանալու։ Հնայի 50%-ը 30 ընտանիքի ձեռքին է։ Այդ որ օրենքով այս աղքատ երկրում, այդ ազատ մրցակցության արդյունքներում, օրենքի պաշտպանության տակ 30 ընտանիք տիրապետում են համախառն ներքին արդյունքի 50%-ից ավելին։ Այդ որ օրենքով այսքան շատ կարճ ժամանակահատվածում ժողովուրդ Հայաստանի արտաքին պարտքը կազմեց համախառն ներքին արդյունքի 44%-ը։ Սա ռիսկային թիվ է, ժողովուրդ։ 44%-ը ոչ թե բյուջեի, համախառն ներքին արդյունքի։ Սա մոտենում է եզրին։ Սա այն եզրն է, որից հետո կարող է մի երկիր մեզ որդեգրել ուղղակի։ Երբ Հայաստանը չի կարող իր տնտեսությամբ, իր հարկ տվողով, իր մուծողով բյուջետայիններին պահի, իր բանակը իր ուսուցչին պահի, չի կարող պահի, որովհետև բավականին կրճատվում է մուծողների եւ օգտագործողների քանակը։ Թոշակառուների թիվը կարող է հանկարծ մի պահ հասնել այնքան, որքան հարկ մուծողներն են, այդպես չի լինում։ Հայաստանը աշխարհում գրավում է առաջնակարգ երկրներից մեկը փողը դուրս տանելու առումով։ Մեկ շնչին ընկնող դոլարային արժեքով դուրս գնացող գումարների թիվը կազմում է 500 միլիոնից ավելի։ Այսինքն Հայաստանում փողը պաշտպանված չէ։ Հայաստանում փողը ռիսկի տակ է։ Բիզնեսը Հայաստանում ռիսկի տակ է։ Հիմա նոր, այս մի երկու ամիս է, արտագաղթում են ոչ թե միայն մարդիկ, այլ տանում են իրենց գործիքներն ու իրենց բիզնեսը։ Խաբար եք, որ գրիլի գործիքներ, ադիբուդի սարքելու գործիքներ, փոքր այդպես բիզնեսի հետ կապած թխելու, սարքելու եւ այլ փոքր գործիքներ, քաշը մոտ $5 արտահանում են Ռուսաստան։ Արդեն իրենք չեն գնում, իրենց հետևից տանում են։ Բիզնեսը այստեղ պաշտպանված չի, եւ այս դաշտ ինչ որ ներկայացնում է համատարած է։ Հանկարծ ողջևորվել եք, թե այստեղ է ինչ է հայտնաբերվել։ Եվ մի բան էլ ասեմ, ոչ մեկը երաշխավորված ու ապահովագրված չէ, որ հաջորդը դուք չեք։ Եթե կարծում եք, որ այստեղ դիֆերամներ անելով, այս ինչ անում է հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանը արդարադատություն իրականացնում, ոչ, այդ բոլորիդ ասում հաջորդը դուք եք եւ պաշտպանված չեն, ոչ երկրորդ անձը, ոչ երրորդ անձը, ոչ մեկը, պաշտպանվածության մասին մի մտածեք, բոլորիդ էլ կարող է այս բանը չոքել։ Զոհաբերությունը այս ծրագրի մեջ տեղ է գտնելու։ Զոհաբերությունը ընտրանքային արդարադատություն, ոչ թե արդարադատություն։ Եվ վերջինը դուք դիմում ասում եք դիմենք դատախազությունը չգիտի, հայ մասին։ Ամբողջը գիտեն, բոլորը գիտեն ու հակառակ դատախազին լուրջ տիգրեք, իշխանզականներ տիգրի, տեսեք այսպիսի բաներ աղել։ Երեխա չեք։ Իմանալու ինֆորմացիայի առումով իմացեք, դատախազը կանի այն ինչ կասի Սերժ Սարգսյանը, դատախազը գործ կառուցի այն մարդու վրա, ում Սերժ Սարգսյանը կասի, մի մարդու կամքա որոշելու։ Դատախազը բարեկամական զրույցի կկանչի այն մարդկանց, ումից պետք է բարեկամական հարցեր լուծել։ Եվ այդ մարդիկ չեն մտնի ցուցակի մեջ։
Եվ մյուսը, ում եք վստահում, դատախազին, իր բիզնեսները նշեմ, թե դուք չգիտեք։ Դատախազին, որը մարտի 1-ի հանձնաժողովում 10 բացահայտ սպանություններից մեկը չի բացահայտել, վստահ եմ, լավ էլի։ Մեր եզրակացությունը, սա քաղաքական լծակ է, սա քաղաքական միջոց ու քաղաքական մահակ է, Հայաստանում բիզնեսի դաշտը վերահսկելի, կանխատեսելի, թելադրելի դարձնելու համար։ Սա կեղծ բարեփոխումների ակցիա է եւ ոչ մի էֆեկտ չի տալու։ Սա արդարադատության իմիտացիա է։ Եվ որևէ լավ բան այստեղից մի սպասեք։ Բայց բոլոր դեպքերում, քանի որ հնչել է, քանի որ հրապարակում է այս ամենը, մենք առաջարկում ենք իսկապես ունենալ հանձնաժողով, եթե ազգային ժողովը ոչ մարտի 1-ի հանձնաժողովի նման, գոնե այստեղ փորձում է իր անունը պահել, հանցագործին պատժել, այս երևույթների դեմ գոնե ինչքան որ կարելի է պայքարել, եկեք ստեղծենք մի հատ հանձնաժողով, նայենք բոլոր գործերը, իսկապես, եթե գտնում եք հարմար, եւ չվստահենք դատախազության մենք տանք, այստեղ ասենք հանցագործ է, որ ինքը չորոշի, այդ մարդուն պատժի, թե չպատժի։ Ես լիովին համաձայն եմ, որ եւ ազգային կոնգրեսի ներողություն, ազգային այքան շատ ազգային Հաջան Վարոն Սահակյան, ձեզ էլ կառաջարկենք այդ հանձնաժողովում, ջանդա որ բիզնես ունեք, ոչինչ, բիզնես ունեցողներն էլ կարող են ընդգրկվել այդ հանձնաժողովում։ Ես առաջարկում եմ ստեղծել այդ հանձնաժողովը, բազմակուսակցական, ազգանուն էլ սխալ ասեցի, պարոն Սահակյան, պարոն Վարդան Այվազյանն էլ կառաջարկենք, քանի որ ինքը հանքի բիզնեսում բացարձակ կապ չունի, ինքը մաքուր պրոֆեսիոնալ պատգամավոր է։ Առաջարկում ենք հանձնաժողով, որպեսզի վերահսկի բոլոր։ Պարոն Մանուկյան, ձեր ժամանակը սպառվեց։ Այժմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատգամավորական խմբակցության անունից ձայն է խնդրում